Ձեր խոսքում նշում եք, որ Թուրքիայի կառավարությանը ներկայացրած այդ հայտարարությունը աննախադեպ էր։ Ինչու՞մ ներկայանում աննախադեպությունը։ Ասեմ, որ նախ բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներին եւ ձեզ շնորհակալություն հրավերքի համար, ասեմ, որ մի քիչ հուզված եմ, որովհետեւ ճամփորդել եմ ամբողջ համարյա 1 օր 2 օր, որպեսզի այսօր հասնեմ այստեղ։ Աննախադեպ էր այն առումով, որովհետեւ ընդունվեց շատ կարևոր հայտարարության կետերը արդեն ասվեց տեքստում եւ այն առումով, որ երբ որ ինձ բացման խոսքի իրավունք էին տվել, իստված թե ամենախիստ եւ սրտաբուխ ելույթը իմը կարող է լինել, բայց դրանից հետո հնչեցին բավականին ազդեցիկ մարդկանց ելույթներ, հայտարարություններ, առաջարկներ եւ բոլորի շեշտադրումը կայանում էր այն հարցի վրա, այն փաստի վրա, որ պետք է ճանաչել ցեղասպանությունը եւ փոխհատուցել։ Այսինքն փոխհատուցման խնդիրը ճանաչման խնդրից էլ ավելի առաջ էր քաշված, մի տեսակ, որովհետեւ պատճառաբանությունը բոլորի եւ թող կարծիք չստեղծվի այնպես, որ նրանք տարապում էին ուղղակի հայոց հարցի կարգավորման խնդրում, այլ հիմնական շեշտը դրված էր, որ Թուրքիայի հասարակությանը փրկելու այս ամոթալի պատմությունից։ Իսկ այդ պատմությունից փրկելու համար ամենակարճ ճանապարհը այս խնդիրները լուծելն է։ Նրանք բոլորը հասկանում էին, ես կարող եմ տալ անուններ, որոնք եւ աջակողմյան եւ ձախակողմյան, ասենք, ազդեցիկ մարդկանց, ովքեր որ մասնակցում էին ֆորումին, եւ իրավաբանների, ճանաչված իրավաբանների, հրապարակախոսների, գրողների, որոնք որ նույնպես արտահայտեցին իրենց ուրեմն կարծիքը այս առումով։ Բարի, այդ դեպքում ինչի չեք ստորագրել հայտարարությունը եւ միթե նախորդ ծանոթ չէիք հայտարարության Մենք ծանոթ էինք հայտարարության, բայց մենք գիտեք ստորագրելու այդպես չենք կարևորում մեր կողմից ստորագրում, որովհետեւ մենք մեր պահանջները էլ ավելի շատ են, միգուցե 11 կետ չի, այլ 111 կետ է։ Մենք դեռ դրա մասին չենք խոսել, այլ որ կլինի մեր ազգի կողմից կմշակվի հայեցակարգ, որտեղ որ հստակ մեր պահանջատիրության բոլոր խնդիրները արծացված կլինի, այն ժամանակ կստորագրենք։ Իսկ այդ հայեցակարգը ինչպես է կազմավորվելու եւ ձևավորվելու։ Ասեմ, որ մենք մեր կազմակերպությունը, Արևմտայից ազգային համագումար կազմակերպությունը ունի 4 աշխատանքային խումբ, նաեւ հայեցակարգային, դրանցից մեկը Թուրքիայի տարածքում աշխատանքային խումբ, հայեցակարգային աշխատանքային խումբ, իրավաբանական աշխատանքային խումբ, որը որ հստակ աշխատանքները կատարելուց հետո եւ մեր ազգի ներկայացնելուց հետո նորեն ժամանակ խոսենք դրա մասին։ Առայժմս բավարարվենք սրանով, այս կարևոր կետերով, իմ կարծիքով ոչ պակաս կարևոր կետերով, որը որ առաջ էր քաշել ազատության հարթակ հասարակական կազմակերպությունը իր նախաձեռնությամբ եւ վերջում երբ որ եղան քննարկումներ, հատկապես 1-2, ասենք, աջակողմյան ուրեմն մարդկանցից, հրապարակախոսներից, նաև պատմաբաններից, իրավաբաններից 1-2-ը պնդեցին, որ դուրս գա ցեղասպանություն բառը, այլ ավելանա կոտորած, փոխարինվի կոտորած բառով, բայց չանցավ դա եւ ասեմ, որ երկրորդ, երրորդ ելույթից ուրեմն ելույթ ունեցողներից մեկը ասաց, որ այդ փաստերը այլ ձևով, այլ բառերով փոխարինել անհնար է, որտեղ կատարված իսկապես եւ ցեղասպանություն է եւ ամեն ինչը։ Բարի։ 11 կետից բաղկացած հայտարարության մեջ կար գոնե 1 կետ, որի հետ դուք համաձայն չէիք եւ կարելի էր այն փոխարինել մեկ այլ կետով։ Որն էր այն ձեր առաջարկած կետը, որը կուզենայիք լիներ այդ հայտարարության մեջ։ Ասեմ, որ իսկապես չկար այնտեղ, եթե մենք միայն կարդացինք ուրեմն վերնագրերը, հա, կետերի։ Այնտեղ կա նաև բացատրություն, թե ինչպես եւ ինչ ձևով դրանք։ Եվ այնտեղ բավականին ենթատեքստեր կան, որոնք բացելուց հետո հասկանում ենք, որ ինքը բավականին լուրջ հայտարարություն է։ Ես այսօր այս հայտարարությունը տեղադրված եմ ամուլում, կարող են նայել, ուսումնասիրել այնտեղ ինչպես եւ ինչ ճանապարհներով, ասենք միայն ասելը չէ, նաեւ հայտարարության մեջ նշված է, թե ինչ ճանապարհներով կարելի է դա անել եւ շատ հետաքրքիր էր այնտեղ եվրո ուրեմն ինտեգրման պետության կողմից եվրոինտեգրման ուրեմն հանձնաժողովի անդամներից մեկը, որը որ իսկապես բարձր գնահատեց եւ նույնիսկ նրանք համաձայն էին, որ միայն այս ճանապարհները անցնելուց հետո կարելի է խոսել Թուրքիայի ընդհանրապես դեմոկրատիայի կամ որպես պետություն կայացած պետության մասին խոսելը։ Ինչ տվեց ֆորումը։ Ասա որ ֆորումը դա այն միջոցներից մեկն էր, որը որ դեռ
բազմազան միջոցներից մեկն է, որը որ իր ազդեցությունը կթողնի այդ դաշտի վրա, եւ ասեմ, որ սա չի կարելի համարել ես ինչ ձեռք բերում կամ ասենք խնդրի հիմնահարցի լուծման ինչ-որ մի ավարտական ինչ-որ մի բան, բայց ամենաուրախալին ինձ համար այն էր, որ կարծիք ձևավորել Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների մեջ եւ կամաց ուրեմն թշնամական կերպարից վերածվել ընդհանուր ցավի շուրջ, ընդհանուր մտածելակերպին դրա լավագույն ուրեմն տարբերակներից մեկն էր իմ կարծիքով։ Արդյոք նույն կարծիքին են նաև թուրք քաղաքական եւ ասեմ թուրք ասեմ որ այնտեղ հատկապես ինչքանով որ ես իմ ուսումնասիրության մասին կարող եմ խոսել, ուրեմն գոյությունի տարբեր շրջաններ, տարբեր հատվածներ այսօրվա սահմաններով Թուրքիայում, այդ թվում նաև Արևմտյան Հայաստան, դեպի ասենք մինչև Ստամբուլ, Պոլիս եւ այլն, ուրեմն տարբեր տեղեր տարբեր ձևով են արտահայտվում դրանք, որտեղ որ ավելի նայած թե ինչ ազդեցության տակ են գտնվում եւ այդ կառույցները օրինակ բնականաբար քրդական ազդեցության հատվածում ավելի տեղյակ են, ավելի այսպես գտնում են կիսակետում եւ ավելի խնդրին ծանոթ են։ Բացասական կարծիքներ հնչեցին։ Բացասական կարծիք համարյա չի հնչել, համարյա թե։ Միայն ձևակերպման հետ ասացի, որ մի փոքրիկ միջամտություն այնտեղ, հա, եւ առաջարկ եղավ, որպեսզի ավելացնեն նաեւ ոչ միայն հայերի ցեղասպանության, այլ նաեւ հույների եւ ասորիների ցեղասպանության, ճիշտ ասած դա չի խանգարում մեզ, որտեղ ցավը ընդհանուր է, դա եւս մեկ անգամ շեշտում է այդ երկրի ցինիկ վարչակազմի, կեմալիստական ցինիկ վարչակազմի, ասենք, վերաբերմունքը ընդհանրապես մարդկության նկատմամբ, մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ, դա դրանում չի խնդիրը եւ առաջարկը անցավ եւ դա մտավ, ասենք, որպես Հրանտ Դինքի սպանությունը 2015-ի հեռանկարներին ոգեկոչման ֆորում, այսպես էր հենց անվանվում ֆորումը, Հրանտ Դինքի հետ կապված ինչ։ Ասեմ, որ իսկապես ֆորումը հրավիրված էր Հրանտ Դինքի 7-րդ սպանության 7-րդ տարելիցի ուրեմն հետ կապված եւ ինչի չէ, որովհետեւ ես իմ ելույթում ասացի, որ Հրանտ Դինքի սպանությունը ցեղասպանության շարունակությունն էր ընդամենը արտահայտում եւ չէին կարող չկապել, որովհետեւ պետք է վերջ դնել եւ Հրանտ Դինքը լինելով կուզենար լիներ որ զոհերից վերջինը, որովհետեւ այդ Թուրքիայի բնորոշ քաղաքականությունը ցեղասպանությունը եւ վերջ դնել այդ խայտառակ ամոթալի ուրեմն երևույթին, որը որ կա Թուրքիայի տարածքում։ Շատ լավ, եւ ամփոփելով մեր զրույցը, այ ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Թուրքիան վերջին շրջանում բազմաթիվ միջոցառումներ է նախատեսում։ Արդյոք չէ կարծում, որ այս ֆորումը նույնպես կարող է դիտվել որպես այդ միջոցառումների մեկ մասնիկ։ Չեմ կարծում, միգուցե, ես չեմ կարող հստակ ասել, բայց ինչպես ոնց է ձեզ թվում, այսինքն գնալ մասնակցել եւ անմիջապես տեղյակ լինել, ազդել այդ գործընթացի վրա, թե չգնալ Այն որ թուրք քաղաքական գործիչները մասնակցում են եւ ընդունում են ցեղասպանությունը։ Այնպես որ պետք է մտնել, պետք է գնալ, պետք է տեղեկանալ, պետք է ազդել այդ գործընթացի վրա, որովհետեւ չմասնակցելով, տեղյակ չլինելով կամ թողնել ինքնահոսի դա ավելի վատ է, քան մասնակցելը։